կատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Կառավարության ասում են, որ եթե Փաշինյանը չհեռանա, շատ լավ կլինի, ինչ հնարավոր սցենարներ իր համար շատ վատ կլինի, որովհետև իր քաղաքական ուժը չի անցնելու խորհրդարան։ Եվ լինելու է իր համար վատ։ Իր համար շատ վատ է լինելու։ Ինչ հնարավոր է տնտեսական զարգացումները պատված, քան որ իրենք ներդաշ էին բացառել, եթե հաղթանակ իրենց կողմանալի։ Ես կարծում եմ, որ այսօր ընդդիմության այն մյուս լիդերը արդեն նահանջի ուրեմն խոսքեր է ասել կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ եթե ուշադիր կարդաք, ապա կտեսնեք, որ իրենք կարծես թե համակերպվել են այն մտքի հետ, որ պետք է հարգեն ժողովրդի քվեն եւ ժողովրդի ընտրությունը եւ մնացած բոլոր դեպքերում հետընտրական զարգացումները կարող են լինել, բայց հետընտրական զարգացումներն էլ կարող են լինել արձագանքներ։ Ես մի բան էլ ավելացնեմ։ Հետընտրական զարգացումներ ունենալու տրամաբանությունը այն դեպքում է հասկանալի, երբ ընտրությունները կեղծվում են։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդտեղ հետընտրական զարգացում չի կարող լինել։ Իհարկե կարող են մի քանի հոգի որոշեն, որ պետք է դուրս գան փողոց, բայց դա որևէ կերպ չի կարող որևէ process գեներացնել, որովհետև հանրության շրջանում չի կարող լինել ընկալում, որ ընտրությունները կեղծված են։ Եվ իրենք քաղաքակիրթ այս ընտրությունների իրենք ներողություն մի խանգարեք իրենք ըստ էության այս ընտրությունների արդյունքների հետ պետք է հաշվի նստեն, որովհետև դրանք անցնում են արդար ազատ վիճակում եւ պայմաններում եւ եթե հաշվի չնստեն, ապա կարող են վերածվել օրինակ ինչ ասեմ, Իշխան Սաղաթելյան շարժումն ինչ, ոնց էր կոչվում։ Զարթնիր լաո կդառնան կամ Բագրատ Գալստանյան կդառնան։ Բայց ես հստակ մի բան ունեմ, մի պատկերացում ունեմ, թե ինչ հետընտրական զարգացում կարա լինի։ Ուրեմն տեսեք, ես իմ պատկերացրած հետընտրական զարգացումով Արամ Վարդևանյանը մի քանի տասնյակ միլիոնով կհարստանա, քանի որ առերևույթ որպես փաստաբան կներկայացնի սահմանադրական դատարան ուժեղ Հայաստանի հայցը ընտրությունները չեղարկելու հետ կապված, սա իմ տեսլականն է, էլի, այն ինչ ես եմ պատկերացնում։ Ունդեղ որպես գործի հիմնավորում, թե ինչու է պետք չեղարկել ընտրությունների արդյունքները, Արամ Վարդևանյանը հաստատ կգրի հետևյալը իմ կարծիքով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը կրծքին կրում էր Հայաստանի քարտեզով կրծքանշան եւ մեր կողմից կաշառված ընտրողը մտնելով ու տեսնելով Հայաստանի քարտեզով այդ կրծքանշանը իր ներսում խիղճ է արթնացել եւ որոշել է չծախել իր հայրենիք։ Այդ դա կլինի այդ սահմանադրական դատարան դիմումի հիմնական լեյթ մոտիվը որպես այդպեսին, այնց որ այդ հետընտրական զարգացում որպես այդպեսին ես տեսնում եմ այս սցենարով այո։